Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես փոխանցելու եմ իմ գործընկեր Արաքս Մամուլյանի հարցերը, որովհետև նա կառավարությունում հավատարմագրված չլինելու պատճառով չի կարողացել։ Երկրորդ մամուլի քարտուղարի հաստիկ կբացենք, որ դուք էլ լինեք մյուս լրագրողների մամուլի քարտուղարը, խնդրեմ։ Չէ, այստեղ ոչ մի խնդիր չկա գործընկերոջ հարցը փոխանցելու հետ կապված։ Այսինքն չեք ուզում աշխատանքի մտնեք կառավարություն, խնդիր չկա։ 2025 թվականի հոկտեմբերի 1-ին ազգային ժողովում դուք հարց ու պատասխանի ժամանակ ընդդիմադիրներին ասել եք, եթե ամեն ինչ այդքան վատ է, հեղափոխություն արեք։ Հիմա խնդրում եմ ասել, հեղափոխություն անելու նպատակի իրագործման համար արդյոք թույլատրելի է ազգային ժողովում կամ այլ պետական հասարակական կառույցներում, փողոցներում, հասարակական վայրերում ծխարձակող միջոցների օգտագործումը, փողոցներն անժամկետ փակելը, ռադիոտուն կամ այլ հատուկ պահպանվող տարածք մուտք գործելը, երրորդ կետում նշված կառույցների դուռը կամ որևէ այլ գույք վնասելը խոստումով, որ հետագայում դրանք կվերանորոգվեն, դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելը, այդպիսի կոչով հանդես գալը, որպեսզի դատավորները չկարողանան որոշում ներկայացնել, ազգային ժողովի շենքը շրջափակելը պատգամավորների ազատ ելույթը խոչընդոտելով եւ ուսումնական հաստատություններում դասադուլների կազմակերպելը, ուսանողներին, աշակերտներին, քաղաքացիներին կոչ անելը դասի չգնալը։ Ինչ կասեք, պարոն վարչապետ։ Մի հատ անեկդոտ կա, այդ անեկդոտը գիտեք, իհարկե այդ անունը կրող բոլոր մարդկանցից ներողություն եմ խնդրում, մեկին հարցնում, ասում է, անունդ ինչ է, ասում է Սպարտակ, ասում է, ինչի դու որ թիվ ես, որ հիմա այդ հարցից առաջին հարցը այդ որ թվի հարց ենք տալիս։ Ցանկացած բան, որը արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի է։ Ցանկացած բան, որը արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի է։ Ժողովրդի լեգիտիմ կամքը։ Այն ինչ որ չի արտահայտում ժողովրդի լեգիտիմ կամքը, անթույլատրելի է։ Այն ինչ որ արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի է։ Այն ինչ որ չի արտահայտում ժողովրդի լեգիտիմ կամքը, չափվում է ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտմամբ։ Ժողովրդի լեգիտիմ կամքը ինչպես է արտահայտվում։ Արտահայտվում է 50+1%-ով։ Այդ ով է ձեզ ասել։ Շատ լավ, բայց եթե ես 7% ունեմ, հիմա ինչ գործ ունեմ ստեղ ձեր հարցերին պատասխանելիս։ Հասկացա։ Հարգելիս, դուք ուշադիր չեք իմ պատասխանում։ Ես չէի խոսում տոկոս ունեցող չունեցողի մասին, ես խոսում եմ ժողովրդի կամքի մասին։ Այն մարդը չի կարևոր, ով ինչ որ տոկոս ունի կամ չունի, ժողովրդի կամքն է կարևոր։ Ժողովրդի կամքասի ինչ որ բխում է ժողովրդի լեգիտիմ կամքից, կարելի է։ Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը իր լեգիտիմ կամքը արտահայտելու ձևը միշտ էլ կգտնի, երբ որ այդ լեգիտիմ կամքը ձևավորված լինի։